Ողջույն Քրիստոս ամեն այն օրենքից սուբիեցիա եկես եկեցին կամ որպես կսանց մեր անապազոր տուր մեծած և թող մեզ սարդիս որպես երներ թող վերգապանապանած և մի կանից այլ կրկյաց մեծիչարը զիպորակայություն և ժողություն և ամենյանից ամեն Քրիստոս արյանի մերելոց Քրիստոս արյանի մերելոց Քրիստոս արյանի մերելոց իր մահով մահը հաղթեց և մեզ կյանք պարգևեց սիրելի զավակներ մեր ազգի ժողովուրդներ սիրելի և նվիրյալ զավակներ մեր ազգի և հայրենի եկել ենք հավաքվել այս պահին Ծիծեռնակաբերդի բարձունքում եկել ենք ջահերով և լույսով բերել ենք մեր հոգիների ու մտքերի լույսը իտես աշխարհի և մարդկության մեկ անգամ ևս բարձրաձայնելու արդարության ձայնը 110 տարի անցել 20 տարի մեծագույն ոճրագործությունից ընդամենը 100-ամյակ որը մարդկային կյանքի համար շատ երկար տևողություն չէ և մենք այս բոլոր տարիներին աշխարհից պահանջ ենք ունեցել ճանաչելու հայոց ցեղասպանությունը ոչ թե հարատելու համար մեր ցավը և մեր կորուստը միայն, այլ դատապարտելու ցեղասպանությունը, որ այլևս ուրիշների կողմից նման ոճրագործություն չկրկնվի։ Պատկերացրեք, եթե դարասկզբին մեղավորը պատժվեր, ապա երևի թե կարելի էր ձեռք մնալ հետագայի բոլոր ոճրագործություններից, ինչպես Հոլոկոստը, ինչպես Ռուանդան և Սուդանը, ինչու ոչ այսօր Գազան և 100 տարի հետո նորից էլի հայերի գլխին փոքր եղելը մենք մշտապես պահանջատերն ենք եղել և լինելու արդարության հաղթանակի արդարություն, որը միայն հայից ու Հայաստանի համար չէ, այլ մարդկության լուսավորողին միայն կարող է արդար ճանապարհով առաջ ընթանալ։ Սիրելի հարազատներ, այսօր այս մեծ խումբը հայրենասերների և իրենց ազգի պաշտպաններին ջահերով եկել է այստեղ ոչ միայն պահանջելու, այլև մեր աղոթքը բարձրացնելու այլևս ճիշտ 10 տարի առաջ սրբադասված մեր նահատակ սրբերի։
խնդրելու նրանց բարեփոխությունը, որպեսզի մեր հայրենիքին տաղզորություն, մեր ժողովրդին ուժ կարողություն և մեզ ևս այնքան նվիրում, որ մենք կարողանանք հասնելու մեր նպատակներին իշա համամարտկային բարոյությանը։ Վերջին շրջանին հաճախ է լսում աջից, ձախից, ներսից, դրսից, որպեսզի մենք հայ ժողովուրդս վերանայենք մեր պատմությունը, չասելու համար թե մի կողմ դնենք մեր պատմությունը, վերանայելու մեր պահանջատիրությունը։ Սակայն մենք չենք կարող մեր հիշողությունը նվիրաբերել մամոնային, չենք կարող մեր պատմությունը դնել հաճոյանալու ընձայարանին, մենք չենք կարող մեր նախնյաց իշադակը չպահել ու հավաչել։ Շատ անգամ մենք լսում ենք պետք ունի ցեղասպանության համար ինչ-որ գիտական պրտուկումներ, ինչ-որ մասնագիտական որոնումներ, այդ ամենը պետք չունի, որովհետև իրողություն է այն, ինչը որ կոչվում է ցեղասպանություն։ Այդպիսով, եթե մենք գնանք նույն ճանապարհով, ինչ պատասխան պիտի տանք այն բազմաթիվ տասնյակ ու հարյուրավոր երկրների, որոնք ճանաչել են ու դատապարտել են հայոց ցեղասպանությունը։ Մենք ինչ պատասխան պիտի տանք Կոմս Բրայսին, Ֆրիդրիխ Նանսենին, Ֆրանց Վերդվելին, Մարիա Յակոբսոնին և հարյուրավոր նման մարդկանց, որոնք իրենց կյանքն են դրել ցեղասպանության ժամանակ հայերի և հայ երեխաների կյանքի համար։ Մենք ինչ պատասխան պիտի տանք մեր նախնյաց, ասելով, թե մենք կարող ենք կասկածի տակ դնել ձեր զոհ լինել։ Այս ժողովուրդը կարող է իր հիշողությունը կորցնել կամ վաճառել։ Ուզում եմ իմ հավելումը կարդացի մի կարգախոսի զարկ և հալածությունից։ Մինչև զարկելս իրենից։ Հարկավոր է ուժեղանալ, զորանալ, տոկալ դրանային Հայաստան առանց պատմության և հարավային Կովկաս ընդհանրապես ոչ պատմական, ոչ իրական Հայաստան։ Ավասիկ այս է մեր վրեժխնդրությունը, լինել ինքնիշխան հզոր երկիր, լինել ժողովուրդ արարող ու ստեղծող, լինել համամարտկային ընտանիքի հավասարազոր անդամ և մեր զորությամբ և լինելությամբ կարող ենք իսկապես մեր թշնամուն հաղթել։ Մենք պիտի պատրաստվենք և մշտապես զորանանք, պատրաստ լինենք, որպեսզի այս վրեժխնդրությունը կրկնում է թշնամուն թույլ չտալ իրականացնելու իր նպատակը։ Ուստի սիրելիներս, այս օրերից
երբ ընդամենը մի քանի օր առաջ մեր Տեր Հիսուսի հարության ավետիսը բերեցինք մեր ժողովրդին, եւ այդ ավետիսը դարեր հազարամյակ շարունակ մեզ տվել է կենսական ուժ, եւ մեզ տվել է ոչ թե պարզ մի հույս, այլ մեզ տվել է հաստատական այն գաղափարը, որ ով Հիսուսով ապրի, Հիսուսով է հարություն կառնի։ Եվ դրա ապացույցը ես ձեզ կարող եմ ասել, հենց ճիշտ ցեղասպանությունը, երբ 1915 թվականին տեղի ունեցավ, եւ հայ ժողովուրդը բարձրացավ Գողգոթա եւ խաչի վրա Հիսուսի հետ մահը ճաշակեց։ Ինչպես Հիսուս երրորդ օրը, այդպես էլ մեր ազգը։ Երրորդ տարում 1918 թվականին իր առաջին անկախ հանրապետությունը ստեղծեց։ Սա մեր պատմությունն է, սա մեր ուժն է։ Եվ ես հիմա այստեղ այլևս մեր նահատակ սրտերի համար դարձած կեցավայրում խնդրում եմ նրանց բարեխոսությունը եւ Տիրոջ սերն ու օգնականությունը մեզ բոլորիս, մեր ազգին, մեր հայրենիքին, մեր ժողովրդին եւ հատկապես մեր երիտասարդ սերունդին, որը մեր այսօրն է եւ վաղվա օրն է, անհատնում օրհնությունը Տիրոջ, ուժ, կարողություն, հայրենասիրություն, նվիրում, նախանձախնդրություն, որպեսզի մենք կարողանանք քայքայել եւ աղոթքով մեր ափերի մեջ պահել մեր Հայաստան աշխարհը, որպեսզի մենք կարողանանք ամեն չարից փրկել մեր հայրենիքն ու ժողովուրդը եւ Տերը մեզ օգնական եւ Տերը մեզ իր օրհնության տակ մշտապես կպահի, որովհետև մենք այն ժողովուրդն է, որ աշխարհում առաջինը իր պետականությունը ունենալով քրիստոնեությունը դարձրեց իր երկրի կրոն։ Մենք այն ժողովուրդն ենք, որ տակավին 5-րդ դարում մեզ հռչակեցինք, որ քրիստոնեությունը մեր մաշկի ուղին է։ Եվ դրա համար սիրելիներս, ով ապրում է Քրիստոսով, ով մեռնում է Քրիստոսի հետ, նա էլ հարություն է առնում Քրիստոսի պես։ Մեր պատմությունը, ինչպես ասացի, ապացույցն է եղել դրան, եւ պիտի լինի, եւ մեր արդար լուսաշող օրերը կգան, եւ կգան այն ժամանակ, որ մենք ինքներս կգերտենք ու կտեսնենք։ Թող Տիրոջ օրհնությունը լինի բոլորիդ եւ մեր սուրբ նահատակների բարեխոսությունը մշտապես լինի մեր Հայաստան աշխարհի, մեր Հայաստան հայրենիքի